Անցյալ տարի ռեկտորի օրենսդրական խախտումների պատճառով ես հայտնվել էի կրճատման շեմին։ Եվ քանի որ ինչպես հասկացել էի, ինձ ցանկանում էին ազատել աշխատանքից, դիմում էի ուղղել ռեկտորին, խնդրելով հաշվի առնել եւ իմ մասնագիտական կարողությունները, եւ իմ սոցիալական ծանր վիճակը, այն որ ես միայնակ խնամում էի 2 հաշմանդամի, որպեսզի իմ հարցը լուծեն։ Եվ այդ տարի ռեկտորը կարողացավ հարցը ինչ-որ ձևով լուծել 0.25 դրույքով ծանրաբեռնելով հայոց լեզվի ամբիոնում եւ 0.75 դրույքով մանկավարժության ամբիոնում։ Սակայն հենց սկզբից իմ անձի հանդեպ իրոք ոտնձգությունների հզոր ալիք էր բարձրացել։ Իմ հարցը քննարկվեցին հայոց լեզվի ամբիոնում անօրինական եղանակով եւ ինձ նկատողություն հայտարարեցին իբր ամբիոնի նիստից անօրինական կերպով բացակայելու պատճառով, սակայն ես ամբիոնի նիստից անօրինական չէի բացակայել եւ նախորոք տեղյակ էի պահել, որ պրակտիկայի էի լինելու դպրոցում։ Այնուհետև մայր եւ աղջիկ գնում եմ ոստիկանություն եւ իմ դեմ սուտ մատնություն են անում, իբր ես ցանկանում եմ սպանել աղջիկան։ Իհարկե ոստիկանությունը հասկանում է այդ արարքի անհեթեթ լինելը եւ բնականաբար իմ դեմ քրեական գործ հարուցելու նրանց բողոքը մերժում է։ Այնուհետև ինձ անօրինական կերպով ազատում են աշխատանքից իբր դասաժամերի կրճատման պատճառով, ժամկետս լրանալու պատճառով, աշխատանքից անօրինական ազատելով ռեկտորը չի բավարարվում եւ դատական գործ է հարուցում իմ դեմ, իբր իրեն զրպարտելու համար, քանի որ ես տարբեր ատյաններում հեռուստատեսության, մամուլով, անգամ դիմումներ էի հղել տարբեր նախարարություն, որտեղ նշել էին նրա օրենսդրական խախտումների մասին եւ դրանք ինքը իբր զրպարտություններ համարելով իմ դեմ դատական գործ է հարուցում, դատական եւ արդեն ստիպված եմ լինում պայքարել դատական համակարգում կատարվող օրինախախտումների դեմ։ Անգամ դատարանում նսեմացնելու ցանկությամբ բուհի ղեկավար 17 անձինք դիմում են ուղում բաց նամակ կրթության եւ գիտության նախարարություն, ԱԹՎ հեռուստատեսություն, հայկական ժամանակ եւ առավոտ թերթերին, ինչպես նաեւ պատվիրված նամակի ձևով ուղարկում են նաեւ իմ տան հասցեով 4 թերթ վիրավորանքներ, զրպարտություններ, որտեղ փորձել են նսեմացնել իմ անձը, գտնելով, որ ես բուհում աշխատելու իրավունք չունեի, նույնիսկ այնպիսի նախադասություն, որ արջը կամին չի կարելի լծել, այսինքն տգետին չի կարելի պաշտոն տալ, ընդ որում նրանց մեջ գտնվում են մարդիկ, ում ուսանողն եմ եղել ես եւ ովքեր իրեն ձեռքով ինձ հինգեր են նշանակել։ Այսօր ես փաստորեն դուրս եմ եկել եւ բուհի ղեկավարության օրինախախտումների դեմ եւ դատական համակարգի խախտումների դեմ։ Ես պայքարում եմ, որովհետեւ ես արդար եմ։ Ես գիտեմ, որ պայքարում եմ իմ իրավունքների վերականգնման համար։ Ես պայքարում եմ, որովհետև չպայքարելու իրավունք չունեմ։ Ես միայնակ խնամում եմ 2 մարդու, որոնք նայում են իմ երեսին, եւ ես պարզապես հուսալքվելու, հուսահատվելու ոչ մի իրավունք չունեմ։ Չէ՞ որ նրանք ինձ են նայում, եթե ես հուսալքվեմ, ապա ինչպես պահպանեմ իմ գոյությունը, ինչպես պաշտպանեմ այս 2 հաշմանդամ մարդկանց։ Ես կարծում եմ, որ պայքարելու եմ այնքան ժամանակ, մինչև հասնեմ օրինականությանը, գոնե իմ անձի առումով։